Ժողովուրդ ջան, ես վստահ եմ, որ մեր հարգարժան պարոն վարչապետը մեզ լսում է ու եկեք բոլորով ոչ ենք, բացեք մեր աշխատատեղերը, բացեք, 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 ուզում եմ դերս մի բան ասեմ, որ այս հավաքը ինքնաբուխ է եղել, հանկեստես չենք պայմանավորվել, չենք պլանավորել, ջրամբարել այսքան մարդ ենք հավաքվել, բայց խնդրում եմ կառավարությանը, իշխանությանը, պարոն վարչապետին, պարոն Նազարյանին, որ մեր բոլոր բողոքները, մեր բոլոր խնդիրները ժամանակին լուծեն, քննարկեն եւ երկուշաբթի օրը, մինչեւ երկուշաբթի մեզ պատասխան տան։ Իսկ երկուշաբթի օրը մենք արդեն լրիվ այլ քանակով բոլոր այն մարդկանցով, ովքեր մնացել են անգործ, բոլորով հավաքվելու ենք նույն տեղում, երկուշաբթի օրը ժամը 11-ին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ոստիկաններ ջան ձեր կատարած աշխատանքի համար, երեխեք ջան բոլորդ գնացեք տուն, գրկեք ձեր երեխաներին, այո, բոլորդ ջան տրամադրությամբ, քանի որ արդարություն կա ու արդարությունը գալու է։ Կբացեն, հնարավոր չի չբացեն, հանգիստ եղեք, կբացեն, չեմ հավատում, որ չբացեն, որ չբացեցին ուրեմն ուրիշ ազգա մեզ իշխում, գնացինք ժողովուրդ տներով, արկես եմ ասում, ուրիշ բան պետք չէ, տղեկ շնորհակալ ենք ձեր ծառայության համար, բայց դուք չեք ծառայում, տղեկ դուք ազգի պահապաններ եք, տարբեր բաներ ա մերնեք ձեր։